Տիգրան Սարգսյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ առաջին անգամ են ներկայացնում առարկայական ծրագրերով հագեցված մոտեցումներ։ Մասնավորապես կառավարությունը խոստանում է առաջիկայում ապահովել բարձր աշխատավարձով աշխատատեղերի ստեղծում, աշխատավարձերի համակարգված բարձրացում, պարապորտի մատնված ձեռնարկությունների վերագործարկում։ 2013-ից 17 թվականներին կառավարությունը նպատակադրում է ապահովել 5-ից 7% տնտեսական աճ, նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում, ծնելիության աճ, աղքատության կրճատման ապահովում 8-ից 10%-ային կետով, 100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում, կենսաթոշակների շարունակական աճ։ Կառավարությունը ոչ միայն խոստանում է կրճատել աղքատությունն ու գործազրկությունն, այլև նվազեցնել արտագաղթը։ Իդեպ, վարչապետը իր ելույթում փորձեց առավել պատկերավոր ցույց տալ, որ կառավարությունը գիտի, թե ինչ խնդիրներ ունի ժողովուրդը եւ ինչպես են պատրաստվում այդ խնդիրներին լուծում տալ։ Մենք այցելել ենք բազմաթիվ համայնքներ, հանդիպել հազարավոր մարդկանց, լսել նրանց հուզող հարցերը։ Մասնավորապես, ինչ էր ակնկալում պետությունից Վանաձորի մանկավարժական համալսարանի ուսանող Արմեն Հարությունյանը։ Առաջին հերթին ստացած մասնագիտությանը համապատասխան աշխատանք, մատչելի բնակարան, ավտոմեքենա։ Ինչ էր ակնկալում պետությունից Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի թոշակառու Ալվարդ Շահինյանը։ Բարձր թոշակ, որակյալ բուժօգնություն, տարիների ընթացքում կուտակված եւ խնայբանկում ներդրված ավանդի վերադարձ։ Դե իսկ սոցիալական խնդիրներից բացի կառավարությունը խոստանում է ամեն ինչ անել ազատ եւ արդար Հայաստան ունենալու համար։ Ուշագրավ է, որ կառավարության նոր ծրագրով նախատեսվող խոստումներից ու բարեփոխումներից բացի վարչապետն այսօր հատկապես կարևորեց մտածելակերպի փոփոխությունը, որը վերջ կդնի երկրում արմատացած արատավոր երևույթներին։ Վարքագծային կանոնների փոփոխությունը, որը կստեղծի օրինապաշտ միջավայր։ Միջավայր, որում արտոնյալ կարգավիճակը, պաշտոնական դիրքի չարաշահումը, կոռուպցիան, օրենքից վերդասվելը տեղ չունեն եւ դատապարտելի են բոլորի կողմից։ Այո, սա հեղափոխություն է, հեղափոխություն, որ մենք կիրականացնենք ոչ թե հրապարակներում, ոչ թե փողոցներում, այլ մեր մտածելակերպում։ Իդեպ վարչապետը ընդգծեց, թե իրենք կհաջողեն այս փոփոխությունների իրականացման հարցում, եթե համագործակցեն, հետևաբար ակնկալում են եւ ընդդիմության եւ այլընտրանքային ուժերի աջակցությունը։